Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան Եվրամիության արտաքին գործերու նախարարներու խորհրդի հանդիպման մասնակցած է շնորհավորանքներ լսած ժողովրդավարական ընտրություններուն առիթով։ Նախարարը ներկայացուցած է Հայաստանի մեջ եւ Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական եւ հետընտրական շրջանին մեջ եւ ընդգծած մեր քաղաքացիներ իրենց քվեարկությամբ վերահաստատեցին խաղաղության մեջ ապրելու գամբն ու եվրոպական հերանեկարներու նկատմամբ ցկտումները։ Քննարկված են Հայաստանի տնտեսական եւ ուժանույթի թիմագայունության ուղղությամբ հնարավոր քայլերը։ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոս X-ի մեջ գրած է, որ պիտի դրամատրեն նյութական օգնություն եւ պիտի օգնեն Հայաստանին ավելի թյուրացնելու արևդուրը հարևաններուն եւ Եվրոպայի հետ։ Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Շվեդի թագավորության արտաքին գործերու նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ կայտնեն արտաքին գործ նախարարութենեն։ Շվեդի արտաքին գործ նախարարը շնորհավորած է Արարատ Միրզոյանը ժողովրդավարական բարձր չափանիշներուն համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցնելու եւ հաղթանակին առիթով։ Զրուցակիցները կողմնակությամբ արձանագրած են Հայաստանի եւ Շվեդի միջև քաղաքական երկխոսության բարձր մագարտակը, կարևոր նկատելով տարբեր ոլորտներեն ներսփող շահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարված է ինչպես երկկողմ օրագարկի հարցերուն, այնպես էլ Հայաստանի Եվրամիություն գործընկերության խորացման հերանեկարներուն զրուցակիցները անդրադարձած են նաև դարաձաշրջանային զարգացումներուն։ Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Հոլանդիայի թագավորության նորանշանակ արտաքին գործերու նախարար Թոմ Բերենցնի հետ կտեղեկացնեն նախարարութենեմ։ Թոմ Բերենցն նախարար Միրզոյանը շնորհավորած է խորհրդարանական ընտրություններու ժողովրդավարական չափանիշներուն համահունչ անցնելու եւ հաղթանակին առիթով։ Նախարար Միրզոյան ընդգծած է, որ արդյունքները գարդացոլեն Հայաստանի քաղաքացիներուն ընտրությունը նաեւ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունեն։ Նախարարները քննարկած են Հայաստանի եւ Հոլանդիայի միջև ռազմավարական գործընկերության խորացման ուղղված համատեղ աշխատանքները, կարևոր նկատելով ընթացիկ եւ նոր ուղղություններով հստակ ծրագիրներու իրականացում։ Ընդգծված է գործարար գաբերու խթանման եւ երկկողմ արևդուրի ծավալները ավելցնելու կարևորությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ նախնական համաձայնագիրը արդեն ստորագրված է եւ ենթադրած, որ պայմանավորվածության մանրամասնությունները կհրապարակվին բավական շուտ։ Փոխնախագահ J.D. Vance CNN-ին տված հարցազրույցի մեջ հայտարարեց, որ Ամերիկայի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը մոտ 1.5 էջնոց շատ ընդհանուր բնույթի փաստաթուղթ մնե։ Vance ավելցուց, որ բազմաթիվ մանրամասնություններ պիտի համաձայնեցվին աբակա բանակցություններու ընթացքին։ Vance-ի խոսքով փաստաթուղթի առաջին գեդի մեջ նշված է, որ Իրան կբարդավորվի ցկտիլ դարաձաշրջանային խաղաղության եւ գայունության, որ անոր խոսքով կներառի ահաբեկչական գազམ་ակերպություններու աջակցության թատրեցում։ Ամենեն կարևորն այն է, որ անոնք պիտի ստանցնեն ստուգման ենթակա բարդավորություն, գորիզային զենք չստեղծելու, ըսած է Vance։ Դոնալդ Թրամփ կրնա մինչև ուրբաթ օր հրաբարակել Իրանի հետ պատերազմը թատրեցնելու նախնական համաձայնագիրը, ըսած է Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance։ Ան Ամերիկայի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը որակեց որպես մոտ 1.5 էջ ծավալի եւ շատ ընդհանուր փաստաթուղթ։ Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես սկսած են բացահայտել գործարքի որոշ մանրամասներ, ասելով, որ Հորմուզի նեղուցը պիտի վերաբացվի ուրբաթ օր, նույն օրը, երբ պայմանագիրը պաշտոնապես ստորագրվի Ժնևի մեջ։ Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններու ժամանակ Թրամփը ասաց է. «Շատ ուրախ եմ հայտարարելու, որ համաձայնագիրը ստորագրված է, գործարքը ամբողջությամբ կնքված, նկատի ունենալով նախնական համաձայնագիրը»։ Ամերիկայի պաշտոնյաները հայտնած են, որ փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ստորագրած են Թրամփ, Վենս եւ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Միացյալ Նահանգներուն անհրաժեշտ է սպաղիլ լիբանանյան հարցով եւ փոքրիկ զրույց ունենալ շիական Հեզբալլա շարժման հետ։ Այդ մասին անըսած է լրագրողներուն G7-ի կակատնաժողովի շրջանակներու մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպում են հետո։ Հաղորդված էր, որ Ամերիկան, Իրանի եւ Պակիստանը միջնորդության միջոցով հասած են համաձայնության, որն ուղղված է մերձավոր արևելքի մեջ լարվածության նվազեցմամբ։ Փաստաթուղթի ստորագրությունը կգնկալվի հունիս 19-ին Ժնևի մեջ։ Ըստ համաձայնության կողմերը ծրագրած են քննարկել նաև Իրանի գորիզային ծրագիրը եւ մարտական գործողություններու թատրեցումը ներառյալ Լիբանանի մեջ։ Միևնույն ժամանակ Իսրայելի մեջ բնտած են, որ հարավային Լիբանանեն ուժերը դուրս բերելը չի մտներ Ամերիկայի եւ Իրանի միջև համաձայնագիրի պայմաններուն մեջ։
Ինչպես նաև Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերեն վճար չի կանցեր, ըստ Ամերիկայի առաջնորդի նեղուցը բաց պիտի լա ազատ նավագնացության համար։ Ան միաժամանակ թույլ տված է եվրոպական դաշնակիցներու մասնակցությունը դարաձաշրջանի մեջ նավագնացության անվտանգության ապահովման գործին։ Չեմ կարծեր, թե մեծ օգնություն բանջվի, բայց վատ խաղապար չեմ համարեր, քանի մի երկիրներեն այնտեղ 1-2 նավերու ներկայություն հայտարարած է Ամերիկայի նախագահը։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչի Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բրրին դերակացուցած է փոխըմբռնման հուշագիրի այն թրույթի մասին, որը կվերապերի Լիբանանի մեջ մարտական գործողությունները դադրեցնելուն։ Ինչպես հաղորդած է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, Արաքչի հայտարարած է, որ այդ կետը պետք է իրականացվի եւ գիրառվի բառացիորեն անմիջապես առաջին իսկ օրվան եւ ամբողջ 60 օրյա բանակցային ժամանակահատվածի մեջ։ Անընդգծած է, որ այդ թրույթի պահպանման ապահովումը Միացյալ Նահանգներու եւ փոխըմբռնման Շակիրի մյուս երաշխավորներու բարդականությունն է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարած է, որ Իսրայելի պայքարը կշարունակվի չնայած Ամերիկայի եւ Իրանի միջև ձեռքբերված պայմանավորվածություններուն։ Մամլու ասուլիսի ժամանակ Նեթանյահու հայտարարած է, որ Իսրայելի եւ Ամերիկայի համատեղ գործողություններ թույլ տված են կանխել երկրի գորիզային ոչնչացման սպառնալիքը, սակայն ընդգծած, որ թիմագայունությունը դեռ չէ վերջացած։ Մեր պայքարը դեռ չէ ավարտված, ըսած է Նեթանյահուն։ Իսրայելի գլխավոր նպատակն է թույլ չի տալ Իրանին գորիզային զենք ունենալ։ Մեկնաբանելով Լիբանանի մեջ դիրող իրավիճակը Նեթանյահու հայտարարած է, որ իսրայելյան ուժերը վերահսկողության տակ վերցուցած են այն շրջանները, ուր ըստ անոր կփխեր Հեզբալլայի սպառնալիքը։ Էդվարդ Ռազմագայանին թրիչկեն գար ժամանակ անց Ամերիկայի ռազմաօդային ուժերու B-52 ռմբագոծիչը վթարի ենթարկված է։ 8 անց զոհված է, ինչպես նաև Boeing-ի 2 աշխատակիցները։ Դեպքը տեղի ունեցած է փորձնական թրիչքի ժամանակ, վթարի պատճառը դեռ բարձված չէ, հետաքննությունը կրնադեվել մինչև 30 օր։ Պատճառի հետագա վերլուծությունը ավելի քան 6 ամիս։ Առանցին հայտարարության մեջ Boeing հաստատած է, որ իր 2 աշխատակիցները եղած են օդանավի մեջ։ Ցեզի հդեր Անի Զեյթունցյանը